Ըստ տեղական լրատվամիջոցների Իրանում ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Աբդանան քաղաքը։ Չնայած ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն կադրեր էր հրապարակել, թե բողոքավորները վերցրել են քաղաքը վերահսկողության տակ, իսկ Իրանի կառավարությունը հերքել էր այդ տեղեկությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան, որը պայմանավորված է ամերիկյան քաղաքականությամբ։ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխադարձ շահերի եւ հարգանքի վրա հիմնված երկխոսության, սակայն ԱՄՆ կառավարությունը նման մոտեցում չունի, նկատել է Արաղչին։ Իրանի բնակիչների փողոց դուրս գալու եւ իշխանությունը տապալելու կոչ է արել այդ երկրի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Հայրենակիցներ, չնայած ռեժիմի ճնշմանը, ձեր դիմադրությունը հզոր է եւ այն ստիպում է ուժայիներին հետ քաշվել ու ավելի շատ հնարավորություն է ստեղծում ձեր հարձակման համար։ Փահլավին Իրանի ժողովրդին կոչ է արել հատկապես հունվարի 8-ի եւ 9-ի երեկոյան լինել փողոցներում, բողոքի ձայնը բարձրացնել նույնիսկ սեփական տներից։ Նա նշել է, որ այս գործողությունների արդյունքներից հետո կանի հաջորդ հայտարարությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վստահ է, որ կառավարությունը ընդունում է սխալները եւ պատրաստ է լսել ժողովրդի օրինական պահանջները։ Նրա խոսքով իշխանությունը պետք է երկխոսություն սկսի բողոքավորների հետ։ Արտաքին թշնամիները փորձում են օգտվել մեր ներքին դժվարություններից վնաս հասցնելու համար։ Բարեփոխումների պատրաստ ենք, բայց խնդիրները մի գիշերում չեն լուծվելու, ասել է Իրանի նախագահը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիպավը տեղեկացրել է, որ տեղի ունեցել Մեջլիսի նիստ, որը տևել է մի քանի ժամ։ Նա խոստացել է ավելի ուշ մանրամասներ պատմել նիստի մասին։ Ամերիկացի սենատոր Լինսի Գրեմը դիմելով Իրանի իշխանություններին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Բարակ Օբաման չէ, եւ Իրանի ղեկավարությունը պետք է հասկանա, մեջբերում, եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ։ Մեջբերման ավարտը։ Ըստ սենատորի, Իրանում փոփոխություններ են տեղի ունենում, որը կլինի մերձավոր արևելքի պատմության մեջ ամենամեծը։ Իրանի ժողովրդի օգնությունը ճանապարհին է։ Այս ինտրիգային հայտարարությամբ է ավարտել խոսքը ամերիկացի սենատորը։ Չնայած ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն կադրեր է հրապարակել, թե իբր բողոքավորները վերցրել են իրանական Աբդանան քաղաքը վերահսկողության տակ, Իրանի կառավարությունը հերքել է այդ տեղեկությունը։ Միայն Մալեք Շահիում բախումների ժամանակ ըստ ոչ պաշտոնական տվյալի վերջին 10 օրում զոհվել է ավելի քան 34 ցուցարար, այդ թվում 2 ոստիկան։ Աբդանանում սկզբում տեղի ունեցել բողոքի խաղաղ ցույց, որից հետո ակտիվիստները սկսել են հեռանալ, սակայն քիչ հետո 250-ից 300 հոգանոց մի խումբ բաժանվել է եւ սկսել հրդեհել քաղաքի տարբեր հատվածներ։ Ցուցարարները հարձակվել են խանութների վրա եւ պատրել են բրնձի պարկերը։ Իսֆահան քաղաքում բնակիչները այրել են Իրանի դրոշները, Սելսելեում Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը այրելու փորձ կատարած ցուցարարն ինքն է հրդեհվել։ Ըստ մի շարք վերլուծաբանների, Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն արևմտյան ֆինանսավորում ունեն։ Ավելի վաղ անհնազանդությունները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Երկրում ուժեղ գնաճի եւ ազգային արժույթի անկման պատճառով զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե իրանական իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառի։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը պարսկերենով կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը, նշելով, որ բողոքի անհնազանդությունները շարունակվում են արդեն 10 օր, չնայած դաժան բռնաճնշումներին։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ցույցեր են տեղի ունենում ամբողջ երկրում, շուկաներում, համալսարաններում եւ բնակելի թաղամասերում։ ԱՄՆ-ի տվյալներով զոհվել է առնվազն 29 մարդ, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար։ Միացյալ Նահանգները մերձավոր արևելք է տեղափոխել օդային վերալիցքավորման եւ Globemaster C5 ու C17 ռազմատրանսֆորմատային ինքնաթիռներ։ Ըստ Times պարբերականի, անցած շաբաթ թագավորական ռազմաօդային ուժերի 3 բազաներում վայրէջք է կատարել առնվազն
14C 17 Globemaster ինքնաթիռ եւ 2 ծանր սպառազինությամբ ուղղաթիռ։ Ոչ Պենտագոնը, ոչ բրիտանական բանակը տեղեկությունը չեն մեկնաբանել։ Իրանի բանակը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերվել են լիարժեք մարտական պատրաստության։ Կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ 400 ստորաբաժանում ձեռքը պահում է ձգանին, շեշտել է բարձրաստիճան զինվորականը։ Ալեպի հյուսիս-արևմտյան թաղամասերից բնակիչները տեղափոխվում են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Այսօր առավոտյան էր հայտարարվել տները լքելու անհրաժեշտության մասին, քանի որ սպասվում են ծանր մարտեր Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների դեմ։ Այս կադրերում Սիրիայի կառավարական բանակն է, պատրաստվում է Հալեպում զինյալների դեմ գործողության։ Ըստ լրատվամիջոցների ռազմական գործողությունները ընթանալու են Շեյխ Մաքսուդ եւ Ասրաֆի շրջաններում։ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը առավոտյան հայտարարել էր, որ բնականոն ռեժիմով աշխատում է եւ ծառայություններ է մատուցում հայ օտարերկրացի քաղաքացիներին։ Քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ըստ նախնական տեղեկությունների հայեր չեն զոհվել։ Ռմբակոծվել են Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ, Նորգյուղ, Սրյան եւ այլ թաղամասեր։ Հալեպի նահանգապետարանը կոչ է արել բնակիչներին փողոց դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում։ Հալեպում փակ են դպրոցները, համալսարանները, պետական գրասենյակները։ Սիրիայի քաղաքացիական ավիացիայի եւ օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հայտարարել է դեպի Հալեպի օդակայան եւ այնտեղից չվերթները 24 ժամով դադարեցնելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանելյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ մոտ ժամանակներս կհրավիրվի ազգային եկեղեցական ժողով։ Դանելյանի փոխանցմամբ ժողովը ցույց կտա, որ եկեղեցում իրականում չկա այն պարակտությունը, որի մասին խոսվում է հանրային դաշտում։ Դանելյանը հույս է հայտնել, որ այն առանձին անհատները, որոնք դուրս են եկել եկեղեցական միասնականության դեմ, կսթափվեն եւ կհասկանան, որ պետք է լինել եկեղեցու ներսում։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին օրերի իրադարձությունները որակելով որպես բացահայտ պատերազմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ազգային ինքնության դեմ։ Խորհուրդը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ հոգեվորականների կողմից ստեղծված համակարգող խորհուրդը հակականոնական եւ հակասահմանադրական հեղաշրջման փորձ է, որի նպատակը եկեղեցին կառավարությանը կից գրասենյակի վերածելն ու կաթողիկոսի ինստիտուտը զորոյացնելն է։ Հայտարարության մեջ իշխանության գործողությունները բնորոշվել են որպես հոգևոր ահաբեկչություն եւ պետական դավաճանությանը հավասարազոր քայլ։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը առանձնակի դատապարտել է այն հոգևորականներին, ովքեր միացել են այս նախաձեռնությանը, մասնավորապես Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծանրագույն վարդապետ Ալճանյանի արարքը որակելով որպես հուդայական դավաճանություն։ Հայտարարությամբ հստակ պահանջ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարչախմբին ձեռք քաշել եկեղեցուց եւ դադարեցնել պետական լծակների կիրառումը հոգևոր կառույցի դեմ։ Խորհուրդը նաև սթափության կոչ է արել հոգևորականներին դուրս գալ ինքնահռչակ խմբակից, իսկ հայ ժողովրդին հորդորել է ոտքի կանգնել թույլ չտալու հավատքի տաճարի պղծումը։ Իտալիայում ընթացող Տուր դե Սկի մրցաշարի ժամանակ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է այն բանից հետո, երբ կպչուն ժապավենով փակել է իր մարզահագուստի վրա գրված Ադրբեջան գրությունը։ Մարզիկը ազատության հետ զրույցում պարզաբանել է, որ հանդերձանքը ստացել է մեկնարկից ընդամենը 2 ժամ առաջ եւ տեսնելով իր հայրենիքի նկատմամբ ագրեսիվ տրամադրված երկրի անունը, որոշել է, որ սեփական արժանապատվությունը բեր է միջազգային ֆեդերացիայի հովանավորչական կանոններից։ Այս միջադեպին այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով սակայն զերծ է մնացել մարզիկի արարքին ուղիղ գնահատական տալուց կամ այն արդարացնելուց։ Սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի քանի կարևոր կոնվենցիաների վավերացում միջազգային այս ուղղությամբ եւ կարեւոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է շտաբօգնության ծառայություն, զննել նոր գնված շտաբօգնության մեքենաները եւ ծանոթացել շտաբօգնության ծառայության նոր հնարավորություններին։ Քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան գտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրան կտեսնենք։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրադադարից հետո Ուկրաինա զորք ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։ Սրան հակառակ Իտալիան արդեն հստակ դիրքորոշում ունի այս հարցում։ Երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին հաստատել է, որ իրենք մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու։ Ռուսաստանի Պերմի մարզում ուղղաթիռ է կործանվել։ Միջադեպի հետևանքով կա զոհ։ Ուրալի տրանսպորտային դատախազությունը դեռ չի պարզաբանել, թե որն է եղել կործանման պատճառը։